Սյունիքի մարզի Գորիս քաղաքը հունիսի 1-ից 3-ը հյուրընկալեց Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 400 հյուրեր Ֆրանսիայից եւ Հայաստանի բոլոր մարզերից։ Գորիսը պատվով կատարեց այս պատասխանատու եւ բազմաշերտ նախաձեռնության կազմակերպման գործը, ապահովելով ինչպես բովանդակային, այնպես էլ տպավորիչ մշակութային միջավայր։ Գորիսի համայնքապետարանը նշանակալի ջանքեր էր գործադրել, որը դարձնելու ոչ միայն արդյունավետ, այլև զբոսաշրջային տեսանկյունից հագեցած ու գրավիչ։ Քաղաքի փողոցները զարդարված էին Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական դրոշներով, ստեղծելով խորհրդանշական եւ հյուրընկալ մթնոլորտ։ Քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված տաղավարներում ներկայացված էին Գորիսում պատրաստված հուշանվերներ, ձեռագործ իրեր, ինչպես նաեւ տեղական արտադրության չորամրգեր եւ այլ ապրանքատեսակներ։ Համաժողովի մեկնարկից հետո Գորիսը բացեց հայ-ֆրանսիական բարեկամության պատմության նոր էջ։ Քաղաքում պաշտոնապես բացվեց Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքային ու մարզային ղեկավարներ։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն իր խոսքում նշեց. Գորիսը վաղուց Ֆրանսիայի համար խաչմերուկ է, բաբախող սիրտ հայ-ֆրանսիական համագործակցության տեսանկյունից։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակը մի վայր է, որտեղ տարբեր նպատակներով են այցելելու Ֆրանսիայից եկած անձինք, լինի դա զբոսաշրջություն, աջակցություն Հայաստանին կամ գործնական այցեր։ Սա այն տեղն է, որտեղ Ֆրանսիայից եկողները կարող են կապ հաստատել, կողմնորոշվել եւ համագործակցել Հայաստանի հետ։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակի հանդիսավոր բացումն ազդարարվում է ժապավենի կտրումով, որին մասնակցում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Սյունիքի մարզպետը, Գորիս համայնքի ղեկավարը եւ պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցը։ Իր բացման խոսքում հյուպատոսը նշեց, որ առանձնահատուկ պատասխանատվությամբ է ստանձնում այս պաշտոնը, հաշվի առնելով Գորիս քաղաքի բազմամյա կապը Ֆրանսիայի Վիեն քաղաքի հետ։ Գորիսը 1992 թվականից համագործակցում է Վիենի հետ եւ այս տարիների ընթացքում արդեն հասցրել են իրականացնել բազմաթիվ համատեղ ծրագրեր, ընդգծեց պատվավոր հյուպատոսը։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը ոչ միայն անհրաժեշտություն էր, այլև տրամաբանական շարունակություն այն համագործակցության, որը տարիներ շարունակ ձևավորվել է Գորիսում, նշում է Սյունիքի մարզպետը։ Նա ընդգծում է, որ Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում բացվել է զբոսայգի, որը կրում է Վիեն քույր քաղաքի անունը, որպես եւս մեկ խորհրդանշական կամուրջ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջև։ 5-րդ համաժողովն է, որը անց է կացվում Գորիսում։ Իսկ Գորիսի անցկացնելու հետ կապված, թե ինչու Գորիսում, կարծում եմ շատերի համար պարզ է, նկատի ունենալով վերջին տարիներին Սյունիքի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոնալբ ռեգիոնի միջև ակտիվ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ Սյունիքի բոլոր համայնքների քույրացման շրջանակներում այդ ակտիվությունը բերեց նրան, որ որոշում է կայացվել 5-րդ համաժողովը անցկացնել Գորիսում։ Հայաստանն ու Ֆրանսիան երբեք այսքան մոտ չեն եղել միմյանց, մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, եւ այս համագործակցությունը նպատակ ունի աջակցել Հայաստանին հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Իր ելույթում նշում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը։ Հաշվի առնելով, որ պատվավոր հյուպատոսի գրասենյակի մասն է խոսքս, այստեղ առավելապես քաղաքական ներկայացության եւ սիմվոլիկ նշանակության մասն է խոսքը գնում, հյուպատոսական գործունեություն որպես այդպեսին օրինակ վիզաների տրամադրում, եթե ես չեմ սխալվում, չի նախատեսվում։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցում էին ավելի քան 50 համայնքների ներկայացուցիչներ։ Համաժողովի շրջանակում անցկացվեցին 4 պանելային քննարկումներ, նվիրված տարբեր ոլորտներին՝ տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի եւ տնտեսական զարգացման ուղղություններին։ Քննարկումներին ակտիվ մասնակցություն ունեցավ նաեւ Գորիս համայնքի ղեկավար կազմը, ներկայացնելով արդեն իրականացված ծրագրերն ու համագործակցության նոր ուղղությունները։ Պիտի ուրախությամբ ընդգծեմ, որ Սյունիքի մարզում մեր ճանապարհաշինական կարևոր նախագծերից մեկում առաջիկայում կներգրավի ֆրանսիական հայտնի կազմակերպություններից մեկը, ով շատ մեծ հավանականությամբ կիրականացնի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Բարգուշատի թունելի կառուցումը։ Մենք այս պահին բանակցությունների գրեթե ավարտական փուլում ենք եւ առաջիկայում նաեւ հույս ունենք այս մասով հաջողություն կունենանք, իսկ ապակենտրոնացված համագործակցությունը գալիս է լրացնելու այս համագործակցության շրջանակը, նաեւ ինքը կարևոր է, որովհետեւ համայնքային մակարդակում կան բազմաթիվ խնդիրներ, Ֆրանսիան ունի շատ լավ փորձ
կառավարման բազմաթիվ ոլորտների հետ կապված, ինչը կօգնի ընդօրինակել, նաև լրացնել, տեղայնացնել մեր համայնքների դեպքում, ինչից եւ Հայաստանի համայնքները եւ Ֆրանսիայի համայնքները շահած դուրս կգան։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ հավաքաժողովը հունիսի 3-ին եզրափակվեց ամփոփիչ նիստով։ Երկօրյա աշխատանքների ընթացքում կողմերի ներկայացուցիչները խոսեցին արդեն իսկ ձևավորված համագործակցության մասին եւ ներկայացրին դրա զարգացման հնարավորությունները։ Կարևորվեց հատկապես ֆրանսախոսության տարածումը Սյունիքում եւ ամբողջ Հայաստանում։ Գորիսը եւս մեկ անգամ ապացուցեց, որ պատրաստ է լինել երկխոսության, համագործակցության եւ մշակութային կապերի կամուրջ։ Հայաստան-Ֆրանսիա 5-րդ համաժողովը ոչ միայն ամրապնդեց տարիների ընթացքում ձևավորված գործընկերությունը, այլ նաև նախանշեց նոր ճանապարհներ ապագայի զարգացման համար։ Գորիսը պատվով հյուրընկալեց այս կարևոր իրադարձությունը, թողնելով ամուր տպավորություն թե տեղական, թե միջազգային գործընկերների վրա։ Գորիսի համայնքապետարանը պատասխանատվությամբ ընդունեց այս մեծածավալ միջազգային միջոցառումը, ապահովելով ոչ միայն կազմակերպչական բարձր որակ, այլև քաղաքային հյուրընկալ մթնոլորտ։ Հաջորդ հանդիպումը կլինի Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում, իսկ մինչ այդ Սյունիքում սկսված գաղափարները շարունակվելու են վերածվել ծրագրերի համատեղ ուժերով։ Արմինե Սիմոնյան, Լևոն Հակոբյան, Սյունիք Նյուզ։